Բարի օր, մեդիակենտրոնում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր Մոհամմադ Ռայիսին։ Պարոն դեսպանը կներկայացնի հայ-իրանական հարաբերությունների վերջերս վեցնյակի միջև Ժնևում ստորագրված համաձայնագրի մասին մանրամասներ։ من به همه شما عزیزان سلامت میکنم. لفظان مفترم بلوریم و اگه اجازه بفرمایید یک دقیقه بلند شیم و سکوت کنیم به خاطر در گذشته مرد بزرگی که زندگیش برای بشریت بوده و به خاطر مبارزه با آپارتاید مدت زیادی قلیل می‌بینیم قبل از زندان بوده و بعد رئیس جمهوری آفریقای Եթե թույլ տակ մենք մեկ րոպե լրությամբ հարգենք այն մարդու համար, որը պայքարել է մարդկության համար եւ մոտ կես դար եղել է բանտարկության մեջ եւ հետո եղել է Հարավային Աֆրիկայի նախագահը։ از همه شما تشکر میکنم. Շնորհակալություն։ قبل از چیز تشکر میکنم از مدیا سنتر که این برنامه رو برای ما تنظیم کرده است. Ներազուն շնորհակալություն հայտնել մեդիա կենտրոնի ղեկավարությանը այս հանդիպումը կազմակերպելու համար։ در رابطه با انرژی هسته‌ای مذاکرات پرونده هسته‌ای کشورمون در ژنو من به تاریخچه گذشتهش نمیخوام اشاره کنم. Ինչ վերաբերում է Ժնևում տեղի ունեցած Իրան եւ 5+1-ի բանակցություններին, եւ Իրանի միջկային ծրագրին, ես չեմ ուզում անդրադառնալ նախապատմությանը։ با توجه به اینکه وقت بسیار کم هست ما فقط تحولات را بعد از انتخابات خرداد 1392 یعنی ژوئن 2013 و انتخاب آقای دکتر روحانی به عنوان رئیس جمهور ایران که رویکرد متفاوتی با قبلی داشت براتون مختصرا عرض میکنم. Հաշվի առնելով ժամանակի սղությունը ես ուղղակի կանդրադառնամ վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, հատկապես 2013 թվականի հունիսին Իրանում նախագահական ընտրություններից հետո, երբ որ ընտրվեց նախագահ Ռոհանին եւ արտաքին քաղաքականության մեջ որդեգրեց նոր դիրքորոշում, որը տարբերվում էր նախորդ նախագահի դիրքորոշումից։ جناب آقای دکتر روحانی پس از انتخابات رویکرد متفاوتی داشت چه در زمینه‌های داخلی و چه در خارج. Ինչպես նշեցի նախագահական ընտրությունից հետո նախագահ Ռոհանին թե արտաքին քաղաքականության եւ թե ներքին քաղաքականության ասպարեզում տարբերվող դիրքորոշում որդեգրեց։ این رویکرد برای همه تبیین شده به صورت شفاف. Այդ դիրքորոշումը շատ թափանցիկ եւ պարզ կերպով բոլորի համար մեկնաբանվել եւ ներկայացվել է։ همونطور که میدونید چالش‌های بسیار زیادی قبل از انتخاب آقای دکتر روحانی بین ایران و کشورهای غربی وجود داشت. Կարծեմ բոլորի համար պարզ է, որ մինչ նախագահ Ռոհանի ընտրվելը Իրանի եւ արևմտյան երկրների միջև հարաբերությունները լարված էին եւ որոշակի լարվածություն կար։ آقای دکتر روحانی اولویتش را برای تشنج‌زدایی قرار داد. Նախագահ Ռոհանին իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց այն, որ պետք է լարվածության նվազեցում տեղի ունենա։ تشنج‌زدایی به خصوص با کشورهای اروپایی و غربی به طور کلی. Հատկապես այդ լարվածության նվազեցումը պետք է լիներ եվրոպական երկրների եւ ընդհանուր առմամբ արևմտյան երկրների հետ։ اولویت سیاستش هم صرفاً برای تشنج‌زدایی و شفاف‌سازی قرار داد. Այսինքն իր որդեգրած քաղաքականության առաջնահերթությունը հենց այդ լարվածության նվազեցումն էր եւ թափանցիկացումը, բոլոր հարցերի թափանցիկությունը։ و هدف این بود که لغو تحریم‌های ظالمانه‌ای که بر علیه ملت ایران به وجود اومد. Եվ դա նպատակ էր հետապնդում վերացնելու այն խստագույն պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի ժողովրդի դեմ։ و حفظ حقوق ملت ایران در رابطه با انرژی هسته‌ای صلح‌آمیز. Ինչպես նաև Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու ուղղությամբ։ و هدف دستیابی به فناوری صلح‌آمیز هسته‌ای و غنیسازی تحت نظارت سازمان بین‌المللی انرژی هسته‌ای است. Այսինքն այդ միջուկային ծրագիրը պետք է խաղաղ զարգացում ունենար ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ همینطور که اطلاع دادید این برنامه توسط دانشمندان ایرانی تنظیم شده به وجود اومده. Կարծեմ բոլորի համար արդեն պարզ է, որ Իրանի միջուկային ծրագիրը մշակվել եւ զարգացում է ապրում հենց տեղացի իրանցի գիտնականների ջանքերով։ امکان متوقف کردن اون وجود ندارد. որևէ հնարավորություն չկա այլևս այդ ծրագիրը դադարեցնելու։ ما به دلایل مختلف سیاسی و راهبردی مخالف داشتن سلاح‌های هسته‌ای هستیم.
Ընդհանրապես քաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից մենք դեմ ենք միջուկային զենքի արտադրությանը։ اولین اجلاس بین المللی برای خلع سلاح منطقه عاری از سلاح‌های هسته‌ای ایران بوده. Իրանը առաջին երկիրն էր, որը նախաձեռնեց կոնֆերանս, որը կրում էր հետևյալ խորագիրը. Միջուկային զենքից զերծ մերձավոր արևելք։ ایران قربانی سلاح‌های شیمیایی بوده، کشتار جمعی. Քանի որ ինքը Իրանը հենց եղել է քիմիական եւ զանգվածային ոչնչացման զենքի զոհերից մեկը։ در جنگ تحمیلی عراق علیه ایران 8 سال جنگ تحمیلی به ایران تحمیل شد و در اون جنگ سلاح‌های شیمیایی بر علیه ملت ایران به کار برده شد. Կարծում գիտեք, որ Իրաքի կողմից Իրանին պարտադրվել էր 8-ամյա պատերազմ, որի ժամանակ Իրաքը Իրանի դեմ կիրառեց քիմիական զենք։ رهبر معظم انقلاب صراحتاً این کار داشتن سلاح‌های هسته‌ای را ممنوع کرده و حرام نموده. Իրանի հոգևոր առաջնորդը շատ պարզ եւ հստակ կերպով հայտարարել է, որ բացարձակապես անընդունելի է միջուկային զենքի արտադրությունը։ ما مخالف انباشت سلاح‌های هسته‌ای هستیم. Մենք դեմ ենք նաեւ միջուկային զենքի կուտակմանը و معتقدیم که سلاح‌های هسته‌ای هیچ وقت امنیت برای کشوری به وجود نمیاره. Եվ այն կարծիքին ենք, որ միջուկային զենքը երբեք որևէ երկրի համար անվտանգություն չի կարող ապահովել։ با این اهداف برنامه‌هایی برای مذاکرات با گروه 1 به علاوه 5 یا گروه 6 توافقاتی در ژنو به وجود اومد. Այս բոլորի հիման վրա էր, որ Ժնևում տեղի ունեցան բանակցություններ 5+1 կամ 6 երկրների հետ եւ ձեռք բերվեցին որոշակի համաձայնություններ։ این توافقاتی که در اونجا به وجود اومد حتما شما آگاه هستید از اونها. Կարծում եմ բոլորդ գիտեք, թե ինչպիսի պայմանավորությունների են իրենք հանգել։ که اقدام مشترک نامگذاری شد. Այդ համաձայնությունները կոչվել են համատեղ քայլեր։ هدف از این مذاکرات صرفاً اعتماد سازی Այդ բանակցությունների հիմնական նպատակները հետևյալն են. վստահության ստեղծում و شناخت حق هسته‌ای صلح‌آمیز ایران. Ինչպես նաև Իրանի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացման իրավունքի ճանաչումն է։ طبق NPT کسانی که عضوش هستن به طور ذاتی دارای این هستن که بتونن اورانیوم غنی سازی بکنن. Ըստ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի, որի անդամն է նաև Իրանը, բոլոր անդամ երկրները իրավունք ունեն խաղաղ նպատակներով ուրանի հարստացում իրականացնել։ مردم ایران از کشورهای غربی به طور کلی اعتمادی به اونها نداره. Պետք է ասեմ, որ Իրանի ժողովուրդը ընդհանուր առմամբ չի վստահում արևմտյան տերություններին, چون احساس میکنن که رفتار دوگانه غرب همه جا مشهود است. որովհետև զգում են, որ բոլոր տեղերում զգացվում է արևմուտքի երկակի ստանդարտները։ کشوری با سابقه چندین هزار ساله را متهم میکنند که مخالف صلح و تعامل هستش. Մի երկրի, որը ունի հազարամյակների պատմություն, արևմուտքը մեղադրում է այն բանում, որ դեմ է խաղաղությանը։ و با این توهمات برنامه انرژی هسته ایران را تحت سوال میبرند. Եվ այդ մտածածին պատկերացումներով Իրանի միջուկային ծրագիրը հարցականի տակ են դնում։ و تمام تحریم ها را عاملش کشورهای غربی میدونن. Եվ Իրանի ժողովուրդը համարում է, որ այդ բոլոր պատժամիջոցների պատճառը հենց արևմտյան երկրներն են։ این تحریم ها فقط بر علیه ملت ایران هستش. Եվ այդ պատժամիջոցների հիմնական վնասը հենց Իրանի ժողովրդին է հասնում։ این فشارهای اقتصادی نه تنها به ایران تحمیل شده بلکه اثر گذاشته در روابط اقتصادی با سایر کشورها. Այդ պատժամիջոցները իրենց բացական ազդեցություն են թողել ոչ միայն Իրանի տնտեսության վրա, այլև տարբեր երկրների հետ հարաբերություններում այդ երկրների տնտեսության վրա։ مردم ایران قدرتشون را از طریق سلاح‌های کشتار جمعی به دست نیاوردن. Կարծում եմ պարզ է, որ Իրանի ժողովուրդը իր ուժն ու հզորությունը ձեռք չի բերել միջուկային ծրագրից կամ միջուկային զենքի ստեղծման մասին խոսողությունից։ در جنگ تحمیلی ثابت کردند ایرانیایی که از قبایل و قوم‌های مختلفی تشکیل شدند در زمان ضروری همه دست به دست هم میدن و از کشورشون دفاع میکنن. Պատերազմի ժամանակ ապացուցվեց, բացահայտվեց, որ Իրանի ժողովուրդը, որը կազմված է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներից, վտանգի դեպքում բոլորը միավորվում են, ձեռքի տված պաշտպանում են իրենց հայրենիքի հողն ու ջուրը։ رفتارهای دوگانه اونا باعث شده که ایرانی‌ها نسبت به اونها خوشبین نباشن. Եվ ընդհանուր առմամբ արևմուտքի երկակի ստանդարտներն է պատճառ եղել, որ Իրանի ժողովուրդը արևմուտքի նկատմամբ լավատեսորեն տրամադրված չէ։ رویکرد جناب آقای دکتر روحانی موجب میشه که
ملت ایران چنانچه به توافقات اهمیت داده بشه و عمل بکنن، اعتماد ملت ایران نسبت به غربی ها بهتر بشه. Սակայն նախագահ Ռոհանի կողմից որդեգրած դիրքորոշման հետևանքով, եթե իհարկե դրանք ի կատարածվեն եւ վստահություն առաջանա, դա կնպաստի, որ Իրանի ժողովրդի վստահությունն էլ արևմուտքի նկատմամբ կամաց ամրանա. تمام برنامه‌های انرژی صلح‌آمیز هسته‌ای ما تحت نظارت آژانس بین‌المللی انرژی اتمی است. Ասեմ, որ Իրանի միջուկային ծրագրի բոլոր գործողությունները վերահսկվում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից. بنابراین ما آمادگی کامل داریم که اعتماد سازی بکنیم. Ուստի կարող եմ ասել, որ մենք լիովին պատրաստ ենք որպեսզի այդ վստահությունը ստեղծվի. امیدواریم کشورهای غربی هم به این نتیجه رسیده باشند. Հուսով ենք, որ արևմտյան երկրներն էլ հասած լինեն այդ եզրակացությանը. تشکر میکنم. اگر Շնորհակալություն, եթե կան հարցեր, խնդրեմ. اتحادیه گمرکی یک برنامه است که هنوز بعضی از برنامه‌هاش برای ما تبیین نشده. Գիտեք, մաքսային միության վերաբերյալ դեռևս ամբողջովին ներկայացված չէ, թե դա իրենից ինչ է ներկայացնում. ما بعد از اینکه تمام مشخصات این اتحادیه و مقرراتش برای ما ارسال بشه مورد بررسی قرار میدیم. Երբ մենք կունենանք արդեն դրա մասին տեղեկություններ եւ ընդհանրապես կանոնադրություններ եւ կանոնները, որոնք պետք է գործեն, մենք դա կուսումնասիրենք. Arm Radio, պարոն դեսպան, մամուլում վերջին օրերին տեղեկատվություն տարածվեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ տալ, կխնդրեի դա մեկնաբանեք. ما رابطه بسیار خوبی با ارمنستان داریم. Տեսեք, մենք Հայաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ. توافقنامه‌ای که در رابطه با تهاتر گاز و برق داشتیم مال چند سال قبله. Մի քանի տարի է արդեն գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերի այդ համաձայնագիրը. در سفری که جناب آقای موسیسیان به ایران داشتن حدود یک ماه قبل در این رابطه با وزیر نفت ایران مذاکرات مفصلی شد. Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար պարոն Մովսյանի Թեհրան կատարած այցի ժամանակ ինքը հանդիպել է նավթի նախարարի հետ Իրանի եւ քննարկել են այս խնդիրը. وزیر نفت ایران اعلام کرد که ما به اون توافقی که سالهای گذشته انجام شده به اون پایبند هستیم. Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ տարիներ առաջ ձեռք բերված համաձայնությանը մենք հավատարիմ ենք. با توجه به اینکه به هر حال تغییری در نرخ حاصل شده ولی ایران گفت من به همون نرخی که قرارداد بستیم به همون پایبند هستیم. Որովհետև քանի որ թեև ասենք գների մեջ փոփոխություններ է տեղի ունեցել ընդհանրապես, սակայն Իրանը հաշվի առնելով, որ այն ժամանակ տվել է իր համաձայնությունը, հավատարիմ է մնում այդ համաձայնությանը, որ ձեռք է բերվել. یه قراردادی بوده بین ایران و ارمنستان که ما گاز بدیم در مقابل برق از اینها صادر کنیم برای کشورم. Եղել է համաձայնություն այն մասին, որ Իրանը առաքում է գազ Հայաստան, դրա դիմաց ստանում է էլեկտրաէներգիա. یعنی به عبارتی تهاتر گاز با برق. Այսինքն գազ եւ էլեկտրաէներգիա բարտերի մասին համաձայնություն է դա. یعنی صحبت راجع به اینکه پول نقد پرداخت بشه در قبال گاز هنوز صحبتی نیست. صحبت نشده. Ոչ, դրա մասին խոսք չկա դեռևս. اگه به پولی حساب بکنیم
بسته به توافقات داره. ما با کشورهای دوستمون طور دیگه‌ای صحبت می‌کنیم، در بازارهای بین المللی به نرخ دیگری. Դա կախված է պայմանավորվածությունից։ Մենք բարեկամ երկրների հետ այլ կերպ ենք վարվում, ընդհանրապես միջազգային գներով ենք առաջնորդվում։ Շնորհակալություն ներեցեք հարցը։ Պարոն դեսպան, շնորհակալություն, ես երկու հարց ունեմ ձեզ։ Խնդրում եմ նշեք Ազատություն ռադիոկան, խնդրում եմ նշեք ամեն դեպքում Իրանը ինչ գնով է վաճառում գազը, ասենք օրինակ Թուրքիային կամ այլ պետություններին 1000 խորանարդ մետրի գինը կարող եք դուք ասել։ ایران به ترکیه و سایر کشورها بر مبنای نرخ بین المللی به اونا میفروشه. Տեսեք Իրանը Թուրքիային եւ այլ երկրներին գազը վաճառում է գործող միջազգային գներով։ ولی برای بعضی کشورهای دوست ممکنه تخفیف‌های قائل بشه. Սակայն որոշ բարեկամ երկրների համար հնարավոր է զեղչեր կիրառի։ بسته به توافقاتی که در موقع تنظیم قرارداد تنظیم میشه. Դա կախված է այն համաձայնություններից ու պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվում պայմանագիրը կնքելիս։ Պարոն դեսպան, մենք հետևաբար չենք կարող գնել իրանական գազը, որովհետև այն ավելի թանկ է, քան ռուսականը։ Դուք ավելի թանկ գնով եք գազը վաճառում, քան ռուսները։ معلوم نیست ما گرونتر میفروشیم. شما باید اول بیاین سر پای معامله، بعدا مشخص میشه که گرونتر میفروشیم. Դեռ բարձ չէ, որ դա ավելի թանկ է։ Պետք է նստել, բանակցել եւ գործարքը կնքելու պահին նոր կերևա թե որ գազն է թանկ։ Մի այսպիսի հարցել ձեր թույլտվությամբ, պարոն դեսպան, Իրանի եւ Վեցնյակի միջև կայացած պայմանավորվածությունների արդյունքում Իրանի նկատմամբ որոշակի առումով միջազգային պատժամիջոցները հանվելու են։ Կասեք խնդրեմ Հայաստանի վրա ինչ ազդեցություն դա կարող է ունենալ կոնկրետ ինչ ապրանքներ, ինչ ծառայություններ հայկական կարող են մուտքի հնարավորություն ունենալ իրանական շուկա։ Շնորհակալություն։ خب شما میدونید که تحریم ها اثر بسیار زیادی بر مردم ایران گذاشته. این تحریم ها غیر قانونی و ظالمانه است اولا. Կարծում բոլորի համար բարձր որ այդ պատժամիջոցները իրենց բացական ազդեցություն թողեցին Իրանի ժողովրդի վրա առաջին հերթին, որովհետև նախ դրանք ապօրին էին եւ շատ խիստ։ ثانیاً باعث شده که یکی از نمونه هاش توریستای ایرانی به کشور شما کم بشه. Երկրորդը եւ շատ ցայտուն օրինակ ես կարող եմ բերել, երևի կնկատեք, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էապես նվազեց։ وقتی که تحریم ها باعث فشار به مردم بشه و هدف هم اینه که مردم رو در تنگنا قرار بدن، خب اثراتش برای کل جامعه است. Եթե պատժամիջոցներ են կիրառվում, որպեսզի նեղը գցեն կոպիտ ասած, բնականաբար ամբողջ ազդեցությունը այդ ազդեցությունը ամբողջապես հասարակության վրա է լինում։ مطمئنا تحریم ها که برطرف بشه ایرانی‌ها راحت میتونن تبادل پول بکنن از طریق بانک ها. Վստահաբար կարող եմ ասել, որ այդ պատժամիջոցների վերանալուց հետո արդեն բանկային փոխանցումները Իրանի քաղաքացիների համար էապես կհեշտանա։ الان ما یه بانک در این کشور داریم به نام بانک ملت. Դուք գիտեք, որ Երևանում գործում է իրանական Մելատ բանկը։ متاسفانه مدت زیادی است که بانک های ارمنی با این بانک کار نمی‌کنن. Ցավոք սրտի երկար ժամանակ է որ հայաստանյան բանկերը չեն համագործակցում այդ իրանական բանկի հետ։ و ما برای اجرای پروژه هامون یکی از مواردی که لازمه اینه که از طریق بانک بتونیم پول ها را حواله کنیم. Այն դեպքում, երբ որ մենք Հայաստանի հետ ունեցած նախագծերը իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք այդ գումարները փոխանցենք բանկերի միջոցով։ پروژه برق آب مقری بالای 500 میلیون دلاره. Տեսեք, Մեղրի հեկերի շինարարության ծախսը ավելի քան 500 միլիոն դոլար է։ انتقال خط فشار قوی اون هم بالای 200 میلیون دلاره. Երրորդ էլեկտրահաղորդիչ բարձրավոլտ գծի ծախսերը ավելի քան 300 միլիոն դոլար են։ خب شما اگر چنانچه بانک ها نخوان با بانک ملت کار کنن، ما چطور میتونیم این پروژه هایی که توافقاتش از قبل امضا شده به اجرا در بیاریم؟ Դե եթե ասենք բանկերը չցանկանան համագործակցել իրանական բանկի հետ, մենք ինչպես կարող ենք նախկինում ձեռք բերված համաձայնությունների վրա ձևավորված այդ նախագծերը իրականացնել։ اگر چنانچه موانع بانکی برطرف بشه خوشبختانه اثر زیادی در توسعه اقتصادی بین ایران و ارمنستان خواهد داشت. Բնականաբար եթե այդ բանկային խոչընդոտները խնդիրները վերանան,
դա իր նշանակալի ազդեցություն կունենա դրական հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։ یه نمونهش من یه مثال کوچک براتون میزنم. Մի փոքրիկ ես օրինակ բերեմ։ شما سه سال قبل از اینکه تحریم ها بشه فقط در عید نوروز بیش از 100,000 نفر ایرانی به کشور قشنگ شما اومدند. Տեսեք, 3 տարի առաջ, երբ պատժամիջոցները այդքան խիստ չէին, միայն իրանական նոր տարվա Նովրուզի օրերին ավելի քան 100,000 մարդ էր այցելում Հայաստան։ همین آمار رو مقایسه کنید با عید نوروز همین سال گذشته. Դուք դա կարող եք ուղղակի վերցնել եւ համեմատել այս տարվա մարտին իրանական նոր տարվա օրերին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թվի հետ։ 100,000 نفر در طول 20 روز برای یک کشوری مثل ارمنستان گمان میکنم یک سرمایه بسیار عظیمی باشه برای روابط اقتصادی. 20 օրվա ընթացքում 100,000 զբոսաշրջիկի հոսքը Հայաստանի պես երկրի համար կարծում եմ որ մեծ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական առումով։ Պարոն Տեսփան, մի քանի օր առաջ դիպլոմատիայի ակումբում ձեր ելույթում նշելով, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, նաև խոսելով Հայաստան, Իրան, Ռուսաստան, Վրաստան երկաթգծի մասին, նշեցիք իրանական կողմի պատրաստակամության մասին։ Որին անմիջապես հաջորդեց Իսրայելի փոխվարչապետի մակարդակով արձագանքը, որ Իրանը մասնավորապես գազի առումով փորձում է սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ։ Ինչ պաշտոնական արձագանք կարող է տալ իրանական կողմը։ Շնորհակալ եմ։ من یه نکته خدمت شما عرض کنم. اسرائیل 20 ساله که داره دروغ میگه و دروغ‌های وحشتناک بر علیه ایران. Ես դες մի բան ասեմ, արդեն 20 տարի է որ Իսրայելը մեծ ստեր է ասում Իրանի մասին։ نمونهش اولین دولتی که بر علیه ایران یعنی رژیم صهیونیستی بود که ادعا کرد که ایران به ساختن سلاح‌های تسلیحات اتمی داره نزدیک میشه. Հենց առաջին եւ ամենամեծ սուտային էր որ Իսրայելը հայտարարեց որ Իրանը մոտենում է միջուկային զենքի սպառազինության արտադրությանը։ 22 ساله این دروغا رو گفته. Մոտ 22 տարի է մենք լսում ենք այդ ստերը։ اسرائیل احساس میکنه که اگر چنانچه توافقاتی پیش بیاد و مذاکره پیشرفت کنه اون زمینه رو باخته. Գիտեք ինչու է այդպես անում, որովհետև Իսրայելը կարծում է, որ եթե բանակցություններ տեղի ունենան, առաջընթաց լինի եւ համաձայնություններ ձեռք բերվեն, ինքը այդտեղ կպարտվի, իր շահերը կվնասվեն։ بقای اسرائیل بر تشنج. Իսրայելի գոյությունը հիմնված է լարվածության ստեղծման վրա։ اسرائیل با داشتن سلاح‌های اتمی هنوز عضو NPT نیست. Թեև այդ Իսրայելը ունի միջուկային սպառազինություն, սակայն դեռևս միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ չէ։ قدرت‌های بزرگ باید تلاش کنن همونطور که ایران چند سال قبل اجلاس بین‌المللی خلع سلاح و منطقه عاری از سلاح‌های اتمی باشه در ایران تشکیل داد. اولین کشوری که اونجا را باید خلع سلاح کنن دولت صهیونیستی است. Հաշվառնելով որ դեռևս տարիներ առաջ Իրանը կազմակերպեց միջուկային զինաթափման եւ միջուկային զենքից զերծ մերձավոր արևելքի մասին կոնֆերանսը, կարծում եմ որ արևմտյան երկրները առաջին երկիրը, որը պետք է զինաթափեն միջուկային զենքից, դա Իսրայելն է։ خطرناکترین دولت در منطقه ما دولت صهیونیستی. Այս տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրը կառավարությունը սիոնիստական ռեժիմն է։ از زمانی که اینا به وجود آوردن جز تنش، جز اختلاف انداختن، جز کارهای خلاف انسانیت ما چیزی از این رژیم صهیونیستی ندیدیم. Սիոնիստական ռեժիմի ձևավորումից հետո մենք մինչ այժմ բացի այստեղ տարածանություններ առաջացնելուց եւ լարվածություն ստեղծելուց մենք ուրիշ ոչ մի բան չենք տեսել այդ կառավարության կողմից։
بنابراین ایران هیچ نیازی به اینکه بین روسیه و ارمنستان بخواد اختلاف اندازه نداره. Ուստի կարող եմ ասել, որ Իրանը կարիք չունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որևէ տարաձայնություն կամ լարվածություն առաջացնի. ایران همیشه قدردان دولت روسیه بوده، مخصوصا در این مذاکرات اخیر. Իրանը մշտապես երախտապարտ է եղել Ռուսաստանին, հատկապես վերջին բանակցությունների ժամանակ. و همچنین ما به دولت ارمنستان نهایت قدردانی رو ازشون میکنیم، چون همیشه در مجامع بین المللی با توجه به اشتراکاتی که با هم داشتیم از ما حمایت کرده. Նաև կրկնակի երախտապարտ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև միջազգային ատյաններում մշտապես մեզ հետ Հայաստանը համագործակցել է. برای اینکه دروغ اینا برای شما عیان بشه، ببینید این قراردادی که گاز ما با اینا واسه مال چند سال قبله. Որպեսզի պարզ լինի, որ իրենց ասած մեծ սուտ է, պետք է նայել թե այն պայմանավորվածությունը, որ մենք ձեզ հետ գազի ոլորտում ձեռք ենք բերել, քանի տարի առաջ է տեղի ունեցել. اون موقعی که ایران اومد برای ارمنستان لوله کشی گاز نمود، آیا برای این میومد که اختلاف بندازه بین روسیه و ارمنستان؟ Միթե այն ժամանակ, երբ որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցվում էր, Իրանը նպատակ էր հետապնդում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սեպ խրել. ایران با ارمنستان به خاطر قوم خویشی که داره سعی میکنه ارمنستان در زمینه‌های مختلف گسترش پیدا کنه. Իրանը հաշվի առնելով այն այսպես սերտ հարաբերությունները, որ ունի Հայաստանի հետ, մշտապես ցանկանում է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում առաջընթաց եւ զարգացում ունենա. ما توسعه و بهبود اقتصادی مردم ارمنستان را توسعه خودمون میدونیم. Մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացումը եւ բարելավումը վիճակի դա Իրանի զարգացումն է. ثبات و امنیتی که برای ارمنستان باشه احساس میکنیم که متعلق به کشور خودمونه. Ինչպես նաեւ Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը, դա նաեւ Իրանի կայունությունն ու անվտանգությունն է. Շնորհակալություն։ Անդեսպան, ամեն դեպքում վերադառնալով գազի թեմային, որը այսօրին շատ է հոսում Հայաստանի Հանրությանը եւ մեր հանրությունը ուզում է տեղեկանալ, այնուամենայնիվ Հայաստանի համար կա այլ ընտրանք, չկա այլ ընտրանք։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ըստ էության այս պահի դրությամբ չկա ռուսական գազին այլ ընտրանք, որովհետեւ իրանական գազը ավելի թանկ է։ Եթե դա այդպես է, մյուս կողմից էլ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանին գազ վաճառել։ Նշանակում է արդյոք, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել ավելի թանկ գնով։ گاز ایران اگه بخواد برای کل ارمنستان باشه و همچنین از اینجا بره احتیاج داره، من همونطوری که در مصاحبه قبلی هم عرض کردم خدمت همتون، باید زیرساخت‌ها را درست کنند. Տեսեք, ես մի քանի օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեցի, որ եթե անհրաժեշտ լինի, որ ամբողջապես մենք ապահովենք Հայաստանի գազի սպառման ծավալները եւ նաեւ պետք լինի, որ այստեղից նաեւ գազը տարահանվի, տարանցի կերպով արտահանվի, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի անհրաժեշտ ենթակառուցվածքը ստեղծվի. گاز ایران و روسیه نرخاش باعث مشخص بشه، بعد معلوم میشه که کدام کشور میتونه با همدیگه رقابت کنن یا در یک سطح مساوی باشه. Պետք է նախ հստակեցնել թե ռուսական գազի գինի ինչքան է, իրանական գազի գինի ինչքան է։ Հետո այդտեղ բարձ կդառնա թե արդյոք կարող են այդ երկրները մրցակցել, թե հավասար է։ Դա մի այսպիսի հարց էլ բանդեսման մաքսային միության հետ կապված Հայաստանը երբ որ անդամակցեց միությանը, փաստորեն հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարգավորելու են արդեն մաքսային միության, հա, մակարդակով։ Դա ինչ է կարծում, խոչընդոտ չի հանդիսանա մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների համար։ به هیچ وجه مزاحمت ایجاد نمیکنه، چون عضویت در اتحادیه گمرکی بر مبنای مطالعاتی بوده که دولتمردای ارمنستان
برای کشور مستقلش رو تصمیم گرفتن. Որովհետև խոչընդոտ չի առաջացնի, որովհետև մաքսային միության անդամակցելու մասին որոշումը Հայաստանյան իշխանությունները կայացրել են հաշվարկելով եւ ուսումնասիրելով բոլոր հնարավորությունները։ Հայոց աշխարհորաթերթ, այսպիսի մի հարց, դուք ասում եք, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները առաջ չէին շարժվում բանկային համակարգում համագործակցության բացակայության պատճառով։ Հիմա վերականգնվել է այդ համագործակցությունը, թե չէ, եւ ինչ է արվում, եթե չի այդ աղումը։ ما پیگیر رفع موانع بانکی هستیم. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի բանկային խնդիրները եւ խոչընդոտները վերանան։ امیدواریم که هر چه زودتر این موانع برطرف بشه. Եվ հուսով ենք, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի եւ այդ խոչընդոտները կվերանան։ Դուք նշեցիք, որ բանակցությունների արդյունքում կորոշվի, կարող է որոշվել Հայաստանին մատակարարող իրանական գազի գինը։ Մեր պաշտոնյաները հայտարարում են, որ Իրանը առաջարկում է Հայաստանին $400 1000 մետր։ Նման քննարկում եղել է թե ոչ։ ببین ما تاکنون در رابطه با قیمت جز تهاتر بحثی با ارمنستان در رابطه با قیمت گاز نداشتیم. Տեսեք, մինչ այժմ Հայաստանի հետ բացի գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերի մասին խոսակցությունից մենք գազի գնման, այսինքն գնի մասին քննարկում չենք ունեցել։ تهاتر برق و گاز هم مربوط به چند سال قبل. Իսկ այդ բարտերի խնդիրն էլ մի քանի տարի առաջ է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ و ما متعهد به اون توافق قبلی هستیم. Եվ մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը, այդ պարտավորությանը, որ վերցրել ենք մեզ վրա։ یعنی مقامات ارمنستان هرگز با شما مسئله خرید گاز یعنی پرداخت پول در مقابل گاز رو با شما بررسی نکرد. با من تا حال صحبت نکرد. این صد دریوز نمان خوساکسیون چی اقل؟ بگیم ممکنه با وزیر نفت ایران صحبت کرده باشید. Իսկ ինչի հետ է կապված այն, որ հայ-ռուսական էներգետիկ այս գործակցությունից անմիջապես հետո պարոն Դեսպանը արդեն հանրորեն ասում է եւ այդ առաջարկը հանրության առաջ անում է։ Արդյոք մինչ այս հայ-ռուսական վերջին գործակցությունը էներգետիկ առումով մինչ այդ առաջարկը հնչեցվել է։ Մենք մշտապես պատրաստ ենք եղել, դա նոր բան չէ։ Այսինքն առաջարկ արվել է։ یعنی پیشنهاد شده قبلا؟ ببینید ما همیشه در مواردی که ارمنستان در وضعیت خوبی نبوده برای کمک اونا شتافته ایم. Տեսեք, ես ձեզ մի բան ասեմ։ Մենք երբ Հայաստանը գտնվել է ծանր վիճակում եւ անհրաժեշտ է եղել օգնության, մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնել։ ما با ارمنستان روابطی بسیار خوبی داریم. Հայաստանի հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ։ در مواقع ضروری هر موقع که اونا خواستن به کمکشون اومدیم. Եվ անհրաժեշտ պահերին, երբ պետք է եղել, մենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ենք։ سال گذشته در ایام ژانویه دولت ارمنستان از ما درخواست کرد که صادرات گازمون رو به این کشور زیاد کنیم. Հենց անցյալ տարվա ձմռանը Հայաստանի կառավարությունը դիմեց մեզ, որպեսզի գազի ծավալները Հայաստան առաքվող մենք ավելացնենք։ با اینکه برای ما تنظیم کردن اون زمان بازار گاز خیلی سخت بود ولی ما این کار را برای ارمنستان انجام دادیم. Թեև այդ ժամանակահատվածում մեզ համար շատ դժվար էր կարգավորել գազի շուկայի խնդիրները, բայց մենք ավելացրեցինք այդ գազի ծավալները։ Շնորհակալություն, դուք խոսեցիք News AM գործակալություն, դուք խոսեցիք գազի տարանցման մասին։ Մի քանի տարի առաջ Տեր Քոչարյան եւ Ահմադինեժադ նախագահների ժամանակ բանակցություններ էին գնում իրանական գազի տարանցման մասին դեպի Սերծով, սակայն հետագայում որոշում ընդունվեց, որ խողովակաշարի չափը չի լինի տրանզիտային լայնության եւ դա զարմացրել է իրանական կողմին, որքան ասենք
երևում էր, արդյոք նշանակում է, որ տրանզիտի տարանցման պլանները միշտ արդեն փակված են եւ այդ հնարավորությունը կորցված է։ به هیچ وجه منتفی نیست. ممکنه در آینده زیرساخت‌های ارمنستان این اجازه را بده که ما بتونیم از این طریق گاز صادر کنیم و این یه نفع زیادی هم برای ارمنستان داره. Ամենևին էլ դա փակված չէ այդ խնդիրը, հնարավոր է որ մի քանի տարի հետո Հայաստանի ենթակառուցվածքները կընձեռեն այդ հնարավորությունը եւ մենք կարողանանք Հայաստանի միջոցով գազ տարանցել, որը նաեւ իր մեծ օգուտը կունենա շահույթը կունենա Հայաստանի համար։ Պարոն Դեսման, ես կուզեի մի քիչ ավելի հստակեցնել գազի գնի թեման։ Այսօր Իրանը Հայաստանին գազ մատակարարում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով $180 1000 կմ/դի դիմաց։ Կենթանի փողով, այսինքն քեշ փողով, գազը կլինի դրանից ավելի թանկ, թե դրանից ավելի էժան։ اینا باید برین با شرکت گاز ایران مذاکره بشه، ولی من به شما بگم که آقای وزیر نفت ما جناب آقای مهندس زنگنه در ملاقاتی که با آقای موسیسیان داشتن بهشون گفتن همون نرخ قبلی. Գիտեք, ես կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ է բանակցել Իրանի գազի ազգային ընկերության հետ, բայց ինչպես նշեցի, մեկ ամիս առաջ Թեհրան այցի ժամանակ պարոն Զանգանեն, Իրանի նավթի նախարարը պարոն Մովսյանին հայտնել է, որ մենք հավատարիմ ենք այն պայմանավորությանը, որ ձեռք է բերվել Հայաստանի հետ։ یعنی به هیچ وجه اون قرارداد و توافقی که اون موقع به وجود اومده تغییر نمیکنه. Այսինքն որևէ կերպ այդ պայմանավորությունը, որ այն ժամանակ ձեռք է բերվել, փոփոխության չի ենթարկվել։ 2006 թվականին Իրանը պատրաստում էր ձեռք բերել Հրազդանի 5-րդ բլոկը եւ բանակցությունները գրեթե արդեն ավարտվել էին ու պայմանագիրը պիտի ստորագրվեր, բայց մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացվեց, որ 5-րդ բլոկը պիտի հանձնվի Գազպրոմին։ Հիմա ճիշտ նույն սխեմայով գնում է Մեղրի հեկի կառուցման շուրջ, այսինքն կառուցում, օգտագործում, շահագործում եւ այդ սխեմայով Մեղրի հեկի շինարարության հիմնարկեքը տեղի ունեցավ ուղիղ 1 տարի առաջ 2012 թվականի նոյեմբերին ու մինչև այսօր այնտեղ որևէ շինարարական աշխատանք չի իրականացրել։ Չեք կարծում, որ Մեղրի հեկն է կարող անցնել Գազպրոմին։ به هیچ وجه اینطوری نخواهد شد. Երբեք նման բան չլինի։ اون موضوع اونم قرار نمیدونم من تا چه اندازه این همین خبرم صحت داشته باشه که ایران قرار بوده بخره. Իսկ 5-րդ բլոկի գնման հետ կապված ճիշտ ասած ես չեմ կարող ասել թե ինչքանով է դա համապատասխանել իրականությանը այդ լրատվությունը. ولی در رابطه با مقری من همونطوری که خدمت شما عرض مشکلات بانکیه الان یکی از معضلات باعث شده که اینقدر متوقف بشه. Ինչ վերաբերում է Մեղրի հեկի աշխատանքների չկատարվելուն, ինչպես քիչ առաջ նշեցի, բանկային խնդիրներն են պատճառ եղել, որպեսզի հետաձգվեն այդ աշխատանքների իրականացումը. مبلغ $100,000 و اینقدر نیست، یه رقم $500 میلیون از طریق بانک باید تحریم ها برطرف بشه، موانع بانکی، ما یه مشکلات بانکی دیگری هم داریم، اونا برطرف بشه تا اینکه ما بتونیم پولمون رو برای اجرای این پروسه
عملیاتی کنیم. Գիտեք, խոսքը ասենք $100,000 մասին չէ, խոսքը $500 միլիոն մասին է, այսինքն փոխանցումը պետք է անպայման կատարվի բանկի միջոցով, պետք է վերանան բանկային խնդիրները, այդ պատժամիջոցները, որ դրված են բանկերի վրա, մենք նաև ունենք մեկ այլ բանկային խնդիր, դա էլ կվերանա, եւ այդ դեպքում արդեն փոխանցումները կատարելուց հետո շատ հեշտ կլինի իրականացնել։ Առիթ դոկտոր մի փոքրիկ հարցեր տամ, դեսպանին օրինակ չթվաց որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցելուց հետո գազամուղի Հայաստանով անցնող հատվածը անցավ Հայրուս գազարդին մի քանի տասնյակ միլիոն դոլարի դիմաց։ Դեսպանը կարող է բացատրել տրամաբանությունը, թե ինչու Գազպրոմը գնեց Իրան-Հայաստան գազամուղի այդ հատվածը։ هر حال ارمنستان یک کشور مستقلیه، میتونه تصمیم بگیره که گازپروم یعنی اون لوله گازی که کشیده شده به کسی دیگه بفروشه. ولی آیا این صحت داره فروخته اون لوله کشیدن؟ من نمیدونم، من یقین ندارم که این انجام شده یا نه هنوز. Գիտեք, Հայաստանը անկախ երկիր է, անկախ պետություն է, ինքն է որոշում, թե իր գազամուղը կամ այլ բանը ում վաճառել, իսկ ինչ վերաբերում է, որ վաճառվել է, ճիշտ ասած ես հստակ տեղեկություն չունեմ, արդյոք դա տեղի է ունեցել արդեն թե ոչ։ من فقط میدونم که مجری اون طرح یک نفر روسی بود، روسی بوده دیگه. Ես ուղղակի գիտեմ, որ ասենք կատարողը, իրականացնողը ռուսական ընկերություն է եղել։ ارمنی بوده که الان تو روسیه است. ولی در رابطه با به طور کلی ببینید، اگر چنانچه ما برای قیمت و اینها میخوایم صحبت کنیم، اولا باید واقعا بدونیم قیمت واقعی روسیه چقدره، قیمت ایران چقدره. بعد اینا موقعی که صحبت میکنن، توافقاتی که در موقع مذاکره به وجود میاد اصل اونه. ممکنه به یک کشوری یک کسی بفروشه 1000 متر مکعب با $400، ممکنه به یک کشوری بفروشه $100. Ինչ վերաբերում է գազի գնին, նորից եմ ասում, պետք է նախ հստակեցնել, թե ռուսական գազի գինը ինչքան է, հետո իրանական գազի գինը եւ հետո որոշել, թե որն է թանկ ու էժան, բայց մի բան էլ կա, գուցե մի երկիր, ինչ որ երկրի 1000 խորանարդ մետր վաճառի $400, եւ մեկ այլ երկրի ցանկանա վաճառել $100. این بستگی به توافق بین دو تا کشور داره. Դա կախված է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունից. ولی بنده الان تا به حال ندیدم اون قرارداد که شما میفرمایید متر مکعبی در 1000 متر $189، تا حال من اون قرارداد خودم ندیدم ببینم آیا واقعا همینه یا نه. Ես ուղղակի դեռևս չեմ տեսել որևէ պայմանագիր, որտեղ որ նշված լինի 1000 խորանարդ մետր $189. Դա դեռ չեմ տեսել նման. به هر حال بایستی صحبت بشه، مذاکره بشه، تا اون توافقها دیده بشه. بعد تو مذاکرات معمولا طرفین به یک قیمتی با همدیگه به ترازی میکنن به یک قیمتی. Այսինքն պետք է նստել, բանակցել, քննարկել, սովորաբար բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են գալիս եւ որևէ թիվ որոշում են, թե որը պետք է լինի. اگر تمام مذاکرات برای ما مشخص اون وقت راحت میشه قیمت نرخ تعیین کرد. Եթե բոլոր բանակցությունների արդյունքները մեզ համար պարզ լինի, այդ ժամանակ շատ հեշտ է գնի հարցը որոշելը. من در رابطه با اون تهاتر گاز و برق نمیذارم تا حرف بزنی. چم تو خواسته. در رابطه با تهاتر گاز و برق اینا چون اطلاع دارم خدمت شما عرض میکنم، کاملا میدونم که فرمول چی بوده و بنابراین این به نفع دولت ارمنستان. Սակայն բարտերի հետ կապված, քանի որ ես ամբողջովին տիրապետում եմ, թե ինչ բանաձևով է դա արվում, կարող եմ ասել, որ դա լիովին բխում է Հայաստանի շահերից. به هیچ وجه اون فرمول یعنی 1/3 به هیچ وجه به نفع ما نیستش. Այսինքն 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կիլովատ էլեկտրաէներգիան որևէ կերպով չի բխում, Իրանի համար շահավետ չէ. ولی دولت ما اون موقع تصمیم گرفت این کارو بکنه برای ارمنستان. Բայց կառավարությունը Իրանի այն ժամանակ որոշեց, որ Հայաստանի համար անում է այդ քայլը. و الانم به اون توافقنامه ما پایبند هستیم. Եվ հիմա էլ հավատարիմ է այդ պարտավորությանը, որը ստանձնել է. در رابطه مسائل دیگه هم به توافق برسیم هیچ مشکلی نداره. Մյուս հարցերի վերաբերյալ ինչ հարցեր լինի մենք եթե համաձայնության հասնենք, խնդիր չենք տեսնում. مگه من ریاضیم خوب نیستا. Ես լավ չեմ մաթեմատիկայից, ասեմ. Իրանի համար նշանակություն ունի ինքը գազի դիմաց ստանա
که در قبال گازی که میده برق دریافت میکنه یا پول نقد؟ فرقی میکنه؟ ایران به برق هیچ نیاز نداره، تولید برق زیاد هم داره، صرفاً به خاطر روابط اقتصادی که با ارمنستان داره و علاقه‌ای که به ارمنی ها داره این کار رو انجام میده. ایران الکتروانرژی کاریک چونی، اینکه الکتروانرژی արտադրողը ուղղակի զուտ հիմնվելով Հայաստանի հետ տնտեսական համագործակցության վրա եւ այն հատուկ վերաբերմունքի վրա, որ ունի Հայաստանի նկատմամբ է դա իրականացնում. برق ما برای کشورهای مثل پاکستان و سایر بعضی کشورها صادر میشه. Մենք Պակիստան եւ այլ երկրներ ինքներս էլեկտրոէներգիա ենք արտահանում. نیازی به واردات برق نداریم. Այսինքն կարիք չունենք էլեկտրոէներգիայի ներմուծման. ولی در مقابل همسایگانمون هم یه تعهداتی نه تنها اخلاقی از نظر قوم و خویشی هم داریم. Բայց հարևանների նկատմամբ ոչ միայն բարոյական, այլ բարեկամական պարտավորություններ ունենք. Այսինքն էլեկտրոէներգիայի փոխարեն Իրանը կնախընտրի Իրան թերجیح میده که پول نقد بگیره در قبال برق؟ معلومه. بیارکه اصلا بدیهیه. Իրան-Հայաստան երկաթուղու հետ կապված նախկինում իրանական կողմը նշում էր, որ իր միջոցներով պատրաստ այդ մոտ 60 կիլոմետրանոց հատվածը իր միջոցներով կառուցել է, ցած պատրաստվում է նաև Հայաստանում կառուցման մեջ ներդնել գումարներ եւ հետագայում գումարներ. ایران آماده است 60 کیلومتر خودش رو بسازه. آیا آماده است در قسمت خاک ارمنستان مشارکت داشته باشه؟ Եվ հետագայում բնականաբար գումարներ ստանալ երկաթուղու շահագործումից. ایران از ابتدا هم اینا به مقامات ارمنستان اعلام کرده که با توجه به این که شاید از نظر راه و مواصلات نیازی هم زیاد نداشته باشه به این راهن، ولی برای ارمنستان به خاطر کشور دوستمون ارمنستان تصمیم گرفت اون بخشی که در خاک ایران خودش با هزینه خودش اونجا راهن بکشه و این بر این بخش هم اگر چنانچه سرمایه گذاری باشن به عنوان خدمات مهندسی و فنی بیاد کمک کنه. Տեսեք Իրանը հենց սկզբից էլ հայտարարել է Հայաստանի կառավարության իշխանություններին, որ թեև Իրանը արդեն կարիք չունի այդ կոմունիկացիոն ուղուն, այդ ճանապարհին երկաթգծին, բայց եթե կգտնվեն ներդրողներ եւ Հայաստանում կսկսվեն արդեն այդ գծի շինարարությունը, Իրանը պատրաստ է իր տարածքի այդ 60 կիլոմետրանոց հատվածը իր բյուջեի, պետական բյուջեի միջոցներով կառուցել, ինչպես նաեւ Հայաստանում շինարարությանը ինժեներատեխնիկական խորհրդատվության եւ ծառայությունների տեսքով մասնակցել. Մեկ այլ տարանցիկ երկաթուղ է կառուցվում, հա, կամ Պլանետատբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, կազմին դեշ 10 տարի, եթե դա կառուցվի, արդեն այս երկաթուղու կարիքը ընդհանրապես չի լինի Իրանի համար։ اینجا رو ما قول دادیم عمل میکنیم. Ամեն դեպքում մենք եթե խոսք ենք տվել, այստեղ մենք մեր խոստումը կկատարենք. ایران راههای مواصلاتی زیادی داره. از یه طرف میتونه به ترکمنستان راه داره. Իրանը ունի շատ կոմունիկացիոն ուղիներ, قزاقستان از اون طرف بره դեպի برای اروپا. Թուրքմենստան, դեպի Ղազախստան եւ դրանից հետո Եվրոպա. از طرف دیگه هم میتونه از زمین آذربایجان به سمت چیز بره و راههای از اینجا راههای متعددی داره. Այսինքն բազմաթիվ նաև կարող է կապվել Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ, բազմաթիվ կոմունիկացիոն ուղիներ ունի. من از همه شما تشکر میکنم. Ախսում շնորհակալություն հայտնել բոլորին։ خصوصا از سرکار و همچنین اون مدیر اینجا. Հատկապես մեդիա կենտրոնի եւ ղեկավարությանը եւ այսօրվա մեր ծրագրի վարողին։ امیدواریم که یه روزی شاهد باشیم که در تمام زمینه‌ها مشکلاتی نباشه و بتونه روابط اقتصادی ما با کشور شما گسترش و عمیق بشه. Ուսով ենք որ կգա մի օր որ մենք որևէ խոչընդոտ չենք ունենա որևէ ոլորտում եւ Հայաստանի հետ մեր համագործակցությունը էապես առաջընթաց կարձանագրի. ممکنه در آینده نزدیک آقای دکتر ظریف به اینجا سفر کنن. Հավանական է որ առաջիկայում Հայաստան այցելի Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը.
در سفر جناب آقای دکتر ظریف که یکی از اولویت‌های سفرشون برای ارمنستانه، شما میتونید اونجا هر چه سوال می‌خواید ازشون بکنید. Եվ պարոն Զարիֆի այցելության ժամանակ, որը Հայաստան այցելությունը իր առաջնահերթություններից մեկն է, ինչքան հարց ունեք կտակ իրեն։ Հետո դա մոդերն եղի գազ։ Շնորհակալություն պարոն դեսպան նույնիսկ կալվելու համար։ Հիշեցնեմ, որ մեդիատեկոնում այդ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ դեսպան Մոհամմադ Ռայիսին։ Ես հավատում եմ,